Հոկտեմբերի 30-ին Սրբազան պայքարի դատական նիստի ընթացքում քննվեց գործով բոլոր մեղադրվողների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպան Հովհաննես Խուդոյանի ավելի վաղ ներկայացրած միջնորդությունը։ Միջնորդությանը միացավ նաև պաշտպան Տաթևիկ Սողոյանը, նշելով, որ վարույթը նախաձեռնվել է իշխանությունների կողմից ի պատասխան սահմանազատման գործընթացի դեմ Բագրատ Սրբազանի եւ նրա աջակիցների խաղաղ ակցիաների։ Սողոյանը անդրադարձավ նաև կոնտեքստից կտրված հայտնի ձայնագրության տարածմանը, որի համար մինչև օրս որևէ վարույթ չի նախաձեռնվել։ Առհասարակ վարույթի պաշտպանական կողմը, վկայակոչելով մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի դրույթները, պնդում է, որ այս քրեական վարույթը քաղաքական նպատակ է հետապնդում։ Այսինքն, երբ որ մենք ամեն անգամ պաշտպանները կանգնում եւ ասում են, որ այս հետապնդումը ապօրինի է եւ ունի քաղաքական դրդապատճառներ, մեզ դատախազները հակադարձում են, ասելով մենք քաղաքական հայտարարություններին չենք պատասխանում։ Հիմա մենք էլ բերում ենք արդեն միջազգային պրակտիկայով, մեր համար պարտադիր միջազգային պրակտիկայով այն հիմքերն ու հիմնավորումները, որոնք ուղղակիորեն ցույց են տալիս այս հետապնդման քաղաքական լինելը եւ ասելու ենք, որ տանելու ենք մինչեւ վերջ այս գործը բոլոր այդ նույն միջազգային ատյաններ ցույց տալու, որ Հայաստանում այլևս շատ անթակույց կերպով իրականացվում են քաղաքական հետապնդումներ, որոնց մենք բովանդակային հակադարձում ըստ էության չենք լսում։ Ձեզ վստահեցնում եմ, որ արվում է շատ լուրջ ու շատ համակարգված աշխատանք զեկույցներով եւ ամենայն մանրամասնություններով մի շարք այլ գործերով եւ հատկապես այս գործով ներկայացնելու այս ամբողջ իրավական խայտառակությունը եւ ապացույցների կեղծումը եւ այս շինծու մեղադրանքները ամեն ինչ կատարվում է եւ հուսով ենք, որ այդ արձագանքը արդեն գնահատականի մասով իրեն սպասեցնել չի տա։ Հրապարակային հայտարարությունը տեղի ունեցել մամուլի միջոցներով փաստացի հրապարակային հայտարարությունը տեղի ունեցել այս դատարանում, ինչպես մեկ նիստ առաջ իմ պաշտպանի կողմից եւ այսօր էլ մյուս պաշտպանի կողմից։ Առայն Բագրատ Սրբազանը դատարանին հիշեցրեց, որ շուրջ 2 ամիս է ինքը դատարանի ատյանից հրապարակային հայտարարություն է արել այն մասին, որ Սրբազան պայքարի վարույթում կան դեպքերի, խոսքերի, իրադարձությունների նենգափոխումներ, եւ իր այս հայտարարությունների վերաբերյալ մինչև հիմա որևէ իրավական գործընթաց չի նախաձեռնվել։ Դատական նիստը շարունակվեց դռնփակ ռեժիմով, Աղվան Արշակյանի առողջական վիճակի հետ կապված քննվում էր պաշտպան Վարազդատ Հարությունյանի միջնորդությունը։ Միջնորդությունը ենք ներկայացրել, որպեսզի Աղվան Արշակյանի տնային կալանք խափանման միջոցը փոխվի վարչական հսկողության առանց սահմանափակումների, որպեսզի էլեկտրոնային սարք չլինի ոտքին։ Գիտեք, բոլորը Աղվան Արշակյանը առողջական խնդիրներ ունի, կարողանա MRT հետազոտություններ անցնել եւ նաեւ ֆիզիոթերապիայով զբաղվել, դատարանը բավարարեց միջնորդությունը, տնային կալանք խափանման միջոցը վերացրեց։ Նաեւ ուզում եմ այս առումով ընդգծել, որ հանրային մեղադրանքի կողմը ներկայացնող դատախազներն էլ այդ առումով առարկություն չներկայացրեցին։ Դատարանի բակում հրայր-սարկավագից փորձեցինք տեղեկանալ Բագրատ Սրբազանի առողջական վիճակի եւ տրամադրության մասին։ Հարկ Աստծո, Սրբազանի առողջական վիճակը լավ է, տրամադրությունը լավ է, ոգին մարտական է, այսինքն չի հանձնվում, մարտական հանկարծ չհասկանալ էլի այնտեղ մյուս կողմում ասել, ինչ որ մի բան է պլանավորում։ Ինքը իր հայ տեսակով, մարդ տեսակով ինչպես որ եղել է, մնում է հավատարիմ հայ ազգին, հայ եկեղեցուն եւ հայ արժեքին։ 3 հատկանիշներով օժտված։ Իսկ արդեն շփման հետ կապված ասեմ, որ ճիշտ է իմ կարգավիճակը այլ է, բայց ինձ թույլ չեն տալիս, որ շփվեմ։ Այսինքն զուտ կարող եմ ողջունել ու երբ որ փորձեմ մի բան էլ խոսել, արդեն ասում եմ նստեք ամեն մեկը ձեր տեղում։ Սրբազան պայքարի հերթական դատական նիստը կկայանա նոյեմբերի 6-ին։ Սոնա Խաչատրյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։